Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարին հրընկալել եմ քաղաքագետ Բարտուղ Գալստյանին։ Բարև ձեզ, պարոն Գալստյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Ինչից ենք խոսում։ Խոսենք ինչ է կատարում ներքաղաքական կյանքում եւ մի փոքր էլ անդրադառնանք վարչապետի Ֆրանսիա կատարած այցին, ամեն դեպքում առիթ կունենանք այդ այցի հետևանքները հետագայում էլ քննարկելու։ Պարոն Գալստյան, երկար տարիներ դուք ինքներդ եք եղել վարչական համակարգում, նախագահից մոտիկ։ Հիմա փորձենք հասկանալ ինչ է կատարվում, ինչու են համայնքների ղեկավարները թիրախավորվում։ Սա ինչ գործընթաց է, որ սկսել է Նիկոլ Փաշինյանը եւ հենց անդրադառնանք հոկտեմբերի 28 կալանավորվեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, հոկտեմբերի 29-ը Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասանյանի պաշտոնավարումը կասեցվեց։ Սա հələ վերջի 2 օրը։ Դրանից առաջ մենք ունենք Գյումրի, ունենք Քարաքարի, Ցավալի դեպքը, Ալավերդի, մի խոսքով, եթե այսպես բանենք, միջև Սյունիք կհասնենք եւ սրանք գործընթացներ են, որոնք պետք է տեղի ունենային տարիներ առաջ։ Կարծում եմ, որովհետև իշխանությունը մեծ բաց թողում է ունեցել այս հարցում, որի հիմնական պատճառը մեր երկրում 18 թվականի քաղաքական պրոցեսներից հետո քաղաքական լյուստրացիայի բացակայություններ, որի պարագայում նման անձինք քաղաքական դաշտում չէին լինի եւ քաղաքական դաշտը ավելի մաքուր կլիներ եւ օրինակ Գյումրու քաղաքապետը, օրինակ Մասիսի խոշորացված համայնքի քաղաքապետը եւ այլն հաստատ հնարավորություն չէին ունենա ընտրվելու համայնքապետ կամ կոալիցիաների կամ միասնյա ընտրվելով չէին կարողանա դառնալ համայնքապետ, որից հետո կտեսնեինք այս պատկերը։ Ցավոք իրականությունը այս է եւ իշխանությունը կարծես գնում է ավելի սուր քայլերի, հասկանալով, որ 26 թվականի ընտրություններին այդ խոշոր համայնքները, որոնք մեծ ազդեցություն կարող են ունենալ ընդհանուր պատկերի վրա ընտրական, ունենալու են վատ հետևանքներ։ Հետևաբար այդ գործընթացները սկսել են բավականին ուշ, սկսել են 26 թվականի ընտրություններից առաջ, որը լուրջ խոսակցությունների եւ կասկածների տեղիք է տալիս։ Ինչքան ուզում է փորձի իշխանությունները այն ներկայացնել որպես իրավական գործընթացներ, համենայն դեպս այն քաղաքականացում է եւ ընդդիմություն կոչված նախկին իշխանությունների եւ նրան հարող ու սատարող ուժերի կողմից եւ նաեւ եթե անկեղծ լինենք ժողովրդի բավականին լայն զանգվածներ եւս դրանք համարում են իհարկե քննադատում են եւ համարում են քաղաքական հետապնդումներ։ Իսկ եթե ժամանակին աշճանական կարգով այս գործընթացները տեղի ունեցած լինեն, այսօր այս պատկերը չենք ունենա եւ իշխանությունները այս իրականությունում նման վիճակում չէին հայտնվի։ Չնայած այս քաղաքականությունը իրականացնող իշխանությունն է եւ այդ հարցին ավելի երևի հստակ կարող է պատասխանել իշխանության որևէ ներկայացուցիչ, որը այս քաղաքականության կրողն է, սակայն կարծում եմ, որ նրանք էլ ունեն իրենց հաշվարկը վերջի շրջանում ժողովրդի մոտ ցույց տալու իրենց ուժի հնարավորությունների կիրառման գործիքակազմը, այսպես ասած, որը ժողովրդի մոտ կարող է եւ հավատ ստեղծել նորից իշխանություններին սատարելու եւ իշխանություններին վերարտադրելու համար։ Կարծում եմ այս գործընթացները իրենց բովանդակային արդյունքը ցույց կտան 26 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Տեսեք, դուք ասում եք քաղաքական լյուստրացիայի բացակայության արդյունքն է այս ամենը, հետևանքներն ենք, որ այսօր մենք խաղում ենք։ Գուցե իշխանությունները ժամանակին հենց մտածել են, որ այս ժամանակահատվածում այս գործերը պետք է մեջտեղ հանեն։ Ես դրա համար ասացի, այս հարցին շատ ավելի հստակ եւ ավելի երևի թե բովանդակալից չեն հասկացել միգուցե, որովհետեւ չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի նման անձը, որը բավականին մութ եւ սև եւ հանցավոր ճանապարհ ունի անցած վերջին գոնե 10-15 տարիներին, ուղղակի նոր հասկացան, որ ինչ որ կոռուպցիոն, հեռախոսազանգ, հեռախոսազրույց, լսումներ եւ այլն հնարավորություն տվեցին Վարդան Ղուկասյանին ձերբակալելու։ Վարդան Ղուկասյանի ցանկացած գործողության հետքերով գնալու դեպքում Վարդան Ղուկասյանին կարող էին ձերբակալել 1 տարի առաջ, 5 տարի առաջ, 7 տարի առաջ, այլ ոչ հիմա։ Նման պատկեր կարող էինք տեսնել նաև մնացած համայնքապետերի մասին, որը ցավոք չեմ կարող ասել Փարաքարի Ցավալի դեպքին, մարդ, որը անկախ նրանից ինչ քաղաքական ուղղվածություն ուներ, ընդդիմությունից էր
թե ոչ, ամենայն դեպս ուներ մեծ հեղինակություն ժողովրդի կողմից, ընտրվել էր բավականին բարձր քվեով եւ այդ ցավալի իրողությունը վերջին շրջանում էր հայ իրականության մեջ տեղի ունեցող հանցավոր ենթամշակույթի խորացման եւ արմատավորման արդյունք էր, որը դրսևորվեց ոչ միայն փառակարում, այլ հաճախ տեսնում ենք նման դրսևորումներ տարբեր համայնքներում, տարբեր իրավիճակներում։ Իհարկե, կրակոցներ, սպանություններ, վարկաբեկումներ եւ այլն։ Քանի որ խոսեցինք համայնքների հետ կապված, կարծում եք, որ սրանք մինչև 26 թվականը շարունակական հնարավոր է լինեն, այսինքն որտեղ ընդվզում են կամ որտեղ քաղաքացիական պայմանագրի այս համակիրներից չէ։ Չեմ կարծում այդպես լինի, որովհետև իրենք էլ շատ լավ հասկանում են, եթե նույնիսկ ընդդիմադիր կամ ոչ իշխանական թևի ներկայացուցիչ է ընտրված համայնքապետը կամ իշխող ուժը տվյալ համայնքում, եթե շատ թե քիչ մաքուր է, չեմ կարծում, որ նրանց հետևից եւս կգնան։ Սա խոշորներին է ընտրել, ոչ թե խոշորներին, այլ ավելի կեղտոտներին, որպեսզի ցույց տա, որ իշխանությունը իրավական տեսանկյունից սթափ է եւ իր գործի, այսպես ասած, տերն է, սակայն ժողովրդի մի զգալի մաս դա համարում է ոչ այնքան ճիշտ եւ ոչ այնքան արդար, որովհետեւ ոչ մեկը չի կարող ասել, որ Վարդան Ղուկասյանը ափսոս էր օրինակ, Վարդան Ղուկասյանը մեղք էր կամ մեղքի որևէ բաժին չուներ, սակայն շատերը այն կապում են 26 թվականի ընտրությունների գործընթացների հետ այս process-ներն իրականացնելու հասարակ մի բան, նույնիսկ ձերբակալման process-ը երբ որ դիտարկում ենք Վարդան Ղուկասյանին, ոչ միայն ժպտալով, այսինքն Երևանից բավականին մեծ թվով ազգային անվտանգության ներքին գործերի կազմ էր տեղափոխվել Գյումրի այն ձերբակալելու։ Ես չեմ կարծում, որ հնարավոր չէր Շիրակի մարզում ունեցած կայազորով, թե ազգային անվտանգության, թե ներքին գործերի, ուղղակի առավոտյան տանից կամ տանդեմ առանց հրավիրելու միանգամից ձերբակալել եւ արագ տեղափոխել Երևան։ Այսինքն այդ ներկայացումները, բացահայտ ցուցադրությունները եւս քաղաքական ենթատեքստ ունեն իմ կարծիքով, որը ըստ իրենց դրական ազդեցություն է ունենալու 26 թվականին ի նպաստ քաղաքացիական պայմանագրի։ Դավիթ Համբարձումյանի կալանավորում ինչպես կբացատրի հարթնոցում եւ ոստիկանական նույնը դրան էր վերաբերվում, որովհետեւ քրեական գործը վերջի օրերին չի, որ ստեղծվել է, իրականացվել է, վճիռը վերջին օրերին ճիշտ է հրապարակվեց, սակայն Դավիթ Համբարձումյանը շատ ազատ կարողանում էր եւ ղեկավարել համայնքը եւ ազատ ելում ու տանել եւ ոչ մեկ անգամ։ Հետեւաբար դա եւս դրա դրսեւորման վառ ապացույցներից է, որովհետեւ Դավիթ Համբարձումյանը եւս ունի բավականին անցած մութ ճանապարհ, որի վկայությունը 18 թվականի հեղափոխության շրջանում, իշխանափոխության շրջանում տեղի ունեցող ծեծկրտուկներն էին, քաշքշոցներն էին եւ այլն, որոնք հենց կարող են հիմք հանդիսանալ քրեական գործի եւ տարիներ առաջ այդ հարցը լուծված լինել։ Չգիտես ինչու այս ամեն ինչը տեսնում ենք ընդհանրապես ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Ասում եմ, որ շատ դաժան դատավճիռ է Դավիթ Համբարձումյանի համար եւ այդ համաներման հետ կապված էլ այնպիսի վճիռ են որոշել, որ հնարավոր չլինի ինչ որտեղ։ Բնական է Սերժ Սարգսյանը փորձելու այդպես ներկայացնել, որովհետեւ դա նրանց ներկայացուցիչն է, նրանց կուսակցության անդամներ։ Իհարկե ներկայացնելու են որպես վարչապետի տեխնացու եւ այլն, իրենց մեկնաբանմամբ այդ իրավական գնահատականը, իրավական վճիռը իրենց պատկերացման բավականին կոշտ էր։ Այսինքն Սերժ Սարգսյանը համաձայն է, որ մեղավոր է Դավիթ Համբարձումյանը, սակայն վճիռն է ավելի կոշտ, ավելի խնդրահարույց, այստեղ իսկապես պարադոքս է առաջանում, որովհետև լրագրողները կուզեի Սերժ Սարգսյանին հարցնել համաձայն են Դավիթ Համբարձումյանի մեղավոր լինելուն, պարզապես համաձայն չէ Սերժ Սարգսյանը վճռի բավականին կոշտ լինելուն։ Կհետևենք ամեն դեպքում զարգացումների եւ քանի որ համայնքներից խոսեցինք, ամփոփենք վաղարշապատում է լինելու ընտրություններ, ինչ կանխատեսումներ ունեք։ Վաղարշապատում ընդդիմություն կոչվածը նախկին իշխանությունների այդ թիմերը ներկայանում են մի քանի ճակատով, Իդեմս Վանեցյանի տեխնացուի, Ռոբերտ Քոչարյանի տեխնացուի եւ այլն, սակայն կարծում եմ վաղարշապատը Գյումրու պատկերը ցույց չի տա, որովհետև որում Գոնջոյանն է չէ հայտարարել, որ Գյումրի երկրորդ սցենարը չպետք է Հայաստանի որևէ քաղաքում կրկնվի։ Դրա վառ վկայությունն է նաև մյուս թևի, ընդդիմության մյուս թևի ներկայացվածությունը բավականին ակտիվ Հանրապետություն կուսակցությունների տեխնացիով եւ կարծում եմ 50% եւ ավել ձայներ, եթե նույնիսկ իշխանությունը չկարողանա ամբողջությամբ տանել կոալիցիայի ձևավորմամբ իրենց տերմինոլոգիայով ասեմ կփրկեն
Այսինքն Հայկ Գոնջորյանի ասածը փորձելու են դարձնել իրողություն։ Իրողություն, իհարկե, իրողություն եւ կարծում եմ նպատակը հենց դա էր, որովհետեւ հասկանալի է, որ քաղաքացիական պայմանագիրը հասկացել է, որ միանձնյա ձայների 50 եւ ավել տոկոս տանելու հավանականություն այսօր համայնքների զգալի մասում այսպես թե այնպես չունի, ով էլ ներգրաված լինի այդ քաղաքական պայքարին, ինչ անհատի կերպարով էլ ներկայացված լինի համայնքի ղեկավարի առաջի դեմքը, համենայն դեպս հասկացել է, որ ժամանակն է կոալիցիոն քաղաքականությամբ առաջնորդվել։ Եվ ժամանակն է դիրքավորվում է հենց ընտրություններից առաջ։ Այո, եւ մտածում եմ, որ նման գործընթացներ կարող ենք մենք տեսնել նաեւ 26 թվականի խորհրդարանական ընտրություններին, քաղաքացիական պայմանագիրը պետք է այս անգամ ենթադրում եմ գնա կոալիցիա կազմելու հոգեբանության նախապատրաստման։ Կհետևենք համայնքներում տեղի ունեցող իրադարձություններին եւ հասկանանք ինչու կառավարությունը որոշեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը հենց կրճատել հունվարի 1-ից։ Այն ծրագրի մեջ դա 2026 թվականի ամառային զորակոչին պետք է վերաբերվեր։ Սա էլ է ընտրությունների հետ կապված։ Կարծում եմ նաեւ սա եւս ունի որոշակի ենթատեքստ ընտրությունների հետ կապված, որովհետեւ բավականին մեծ թվով ծնողներ երեխաներ ճանապարհելու գոնե առաջին շրջանում մոտ շրջանում բանակ ճանապարհելու երեխաներ ունեն, որոնց համար այդ կես տարին բավականին ցանկալի ժամանակ, կես տարի պակաս ծառայությունը բավականին ցանկալի ժամանակ է, որը կարող է դրական ազդել քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի վրա։ Բացի այդ, սա խիստ հակասական է, կարծեմ մի քանի օր առաջ խորհրդարանում Պապիկյանը ներկայացրեց այն, որ պայմանագրային զինծառայողների թիվը իդեմս նոր զորակոչվող եւ 5 տարի պայմանագիր կնքողների բավականին բարձր է, որի հաշվին հնարավոր է ժամկետային ուղղակի 2 տարի ժամկետային զինծառայությունը դարձնել 1.5, չնայած ես բացարձակ չեմ կիսում այդ կարծիքը եւ կարծում եմ մենք պետք է գնանք դրան այն ժամանակ, երբ կունենանք իսկապես լիարժեք պրոֆեսիոնալ բանակ։ Կամ այդ կհաստատվի խաղաղությունը եւ ես խաղաղություն հաստատվելուն այդքան էլ տենց խիստ հույս չեմ, որովհետև փաստաթղթով խաղաղություն չի հաստատվում։ Հզոր բանակ ունենալն է միակ երաշխիքը խաղաղության հաստատման, իսկ այդ հզոր բանակը կարող ենք ունենալ պրոֆեսիոնալ, մարտունակ, արդիական զինատեսակներով զինված բանակ ունենալու դեպքում։ Այդ դեպքում որ Փաշինյանի վրա ճնշում է Ալիևը այս։ Միանշանակ կունենա, այսպես թե այնպես, եթե անկես լինենք, պետք է ընդունենք, որ մենք պարտված ենք եւ ինչքան էլ փորձի քննադատել ընդդիմությունը եւ մեղադրել իշխանություններին, համենայն դեպս հասկանալ է պետք, որ պարտված կողմը չի կարող գործել այնպես, ինչպես հաղթած կողմը, քաղաքական ռազմական ստատիստիկան երբ որ ուսումնասիրենք, պատմությունը ուսումնասիրենք, կտեսնենք, որ Գերմանիայի նման հզոր պետությունը 45 թվականին պարտվելուց հետո տարիներ շարունակ լուր համաձայնում էր ցանկացած որոշման հաղթող կողմի, միջև կարողացավ վերականգնվել, միջև կարողացավ հզորանալ եւ ցույց տալ, որ ինքը եւս նույն Գերմանիան է, Եվրոպայի կենտրոնում լինելով, Եվրոպայի հիմնական տնտեսական շարժիչ ուժն է։ Այսինքն սա վաղաժակերտ որոշում էր եւ նորից քաղաքացիական Իմ ենթադրման բայով, բայց քանի որ ես մասնագետ չեմ, զինվորական գործի մասնագետ չեմ, հետեւաբար պնդել չեմ կարող, որ դա խիստ սխալ է, համենայն դեպս կարծում եմ, որ այս կարելի էր անել այն ժամանակ, երբ իսկապես ժողովրդին համար արդեն վստահելի կլներ առողջ պրոֆեսիոնալ բանակի գոյությունը, որից հետո կարելի էր սարքել 1.5 տարի, միգուցե եւ 1 տարի, որը հնարավորություն կտար այն մնացած ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել երիտասարդների քաղաքացիական կյանքում։ Դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, պարոն Գալստյան, եւ փորձենք հասկանալ եկեղեցի եւ իշխանություն այս փոխհարաբերությունների թնջուկը ինչու ի վերջո չի լուծվում։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդային դադարներ եթերը, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը։
$2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, նոյատապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է քաղաքագետ Բարդուղ Գալստյանը։ Պարոն Գալստյան, փաստորեն մենք ամփոփեցինք համայնքապետերի հետ կապված, համայնքի հետ կապված, Աղաշապատում կլինեն ընտրությունները, մենք կսպասենք դրանց արդյունքներին եւ կառավարության նոր որոշման զինվորական ծառայության հետ կապված դրանք գործընթացներ են, որոնց հետևել է պետք եւ հասկանալ արդյոք դրանք իրատեսական էին եւ ժամանակին էին այդ որոշումները, թե կամ ժամանակավրեպ էին եւ դեռ անելիքներ կային։ Հիմա հասկանանք ինչ է կատարվում եկեղեցի եւ նախորդների մասին խոսել ենք, հիմա խոսենք անցած շաբաթ հոկտեմբերի 26-ին։ Ինչ տեղի ունեցավ, ինչու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, գնաց եւ լրագրողները բավականին այնտեղ տեսանյութեր հրապարակեցին, գազելներով էին մարդկանց բերում, տարբեր մարզերից էին այնտեղ, բայց հետաքրքիր էր, որ ԿՊԱ-կա շատ ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանի հետ չէին։ Այն որում կա խոսակցություն, որ նրանք շատ մեղքի տակ չեն ուզում ընկնել եւ դրա համար ինչ որտեղ չեն սատարում Փաշինյանի այս քայլերը եւ արդյոք սա ինչ որտեղ հանրահավաք էր, պատարակ հանրահավաք եւ եթե այդպես էր կարող ենք դա համարել ձախողված, որովհետեւ խոսում էին բավականին շատ մարդկանց մասին, ընդ որում նույն այդ կարգալույց քահանան ասում էր եթե ուզեք այստեղ 10,000 մարդ ես կարող եմ բերել։ Նախ ասենք որ մեր եկեղեցին վաղուց արդեն իր ֆունկցիայից, իր հիմնական առաքելությունից դուրս է եկել, իդեմս նրանց պարագլուխների գլխավորությամբ ծայրագույն Գարեգինի, որովհետև ի սկզբանե արդեն դեռ տարիներ առաջ, 26 տարի առաջ, նրա ընտրվել է կասկածելի կաթողիկոս ընտրվելու գործընթացով, հիմք դրվեց նրա վստահության եւ նրա վարկանիշի իջեցման պրոցեսները։ Իսկ օրը պատահական էր ընտրված։ Ամեն դեպքում հոկտեմբերի 27-ի ոճրագործության օրը պատահական թե ընտրությունների օրը։ Կարծում եմ պատարակին մասնակցելու օրը։ Կարծում եմ դա միգուցե եւ զուգադիպություն լինի, կարող է նաեւ ունենա բովանդակություն հոկտեմբերի 26-ը կամ 27-ը, որը նախապես պայմանավորվածությունների շրջանակում էր։ Ես կարծում եմ, որ մեր եկեղեցու վերնախավը կազմը պետք է հեռանա ավելի չխորացնելու այս ցավալի իրողությունը, ավելի չթուլացնելու եկեղեցու հեղինակությունը եւ չպարակտելու հայ առաքելական դարերով ապրած եկեղեցին։
Ինչ վերաբերում է իշխանության վարած քաղաքականության, այն եւս ինձ համար ընդունելի չէ, որովհետեւ կաթողիկոսին կարգալույծ անելու եւ կաթողիկոսին այլ ավելի ընդունելի եւ ժողովրդական մեծ հարգանք վայելող կաթողիկոսով փոխարինելու համար չեմ կարծում, որ կարելի է այսքան մանրանալ, հեղինակազրկվել եւ վարկաբեկել եկեղեցականների, որոնք շատ թեքիչ անցել են այդ ճանապարհը եւ ունեն այո թերություններ, ունեն սխալներ, որոնց մասին կարելի է չբարձրաձայնելով պարզապես հեռացնել հայ առաքելական եկեղեցուց։ Ես կարծում եմ այս գործընթացները եւս այս վերջի շրջանում կարող են միտված լինել նաեւ քաղաքական process-ներին 26 թվականի ընտրությունների, սա եւս մեկ գործընթաց է ժողովրդի սև ու սպիտակ մասին տարանջատելու եւ իրենց հնարավորությունները կարծես թե կշռադատելու համար։ Ես կարծում եմ մեր եկեղեցին շատ թե քիչ ունեցել է իր դրական ազդեցությունը մեր ժողովրդի վրա, հետեւաբար այս հեղինակազրկումը նաեւ մեր պետության վարկանիշի հեղինակազրկումն է, հետեւաբար եթե կաթողիկոսը իմանալով իր հանդեպ ունեցած հակակրանքը թե իշխանության թե ժողովրդի զգալի մասի պետք է կամք դրսևորի եւ հեռանա ավելի բարդ իրավիճակներում եկեղեցին չբերելու եւ ավելի ծանր փորձությունների չենթարկելու համար։ Այս շաբաթ նորից կրկնելու է Նիկոլ Փաշինյանը, ինչու է գնում անընդհատ դրան։ Բախումները եւ հարցեր, որոնց պատասխանները կարծում եմ պետք է տար իշխանությունները, ես դժվարանում եմ տալ անկեղծ ասած, որովհետև դա միանշանակ ոչ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հենց իշխանության գալու առաջին իսկ շրջանում շատ լավ գիտեր ով է կաթողիկոսը, ինչ ճանապարհով է դարձել կաթողիկոսը, ինչ ոչ մաքուր, մեղմ ասած, ոչ մաքուր գործունեությամբ է զբաղվում, թե անձնական կյանքում, թե տնտեսական, որ եկեղեցու գործերին ինքը չի խառնվելու։ Եթե չէր խառնվելու, միջևերջ պետք չէր խառնվել, իսկ եթե խառնվել էր պետք, ժամանակին պետք էր խառնվել, բայց ոչ այսպես։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ այդ process-ներից հետո քաղաքական հեղափոխությունից հետո տեղի ունեցավ շարժում, եկեղեցական շարժում, նոր հայրապետ, նոր Հայաստան, նոր հայրապետ կարգախոսով, որը մեծ հնարավորություն էր տալիս ձերբազատվելու կաթողիկոսի ներկայությունից։ Չգիտես ինչու այն ժամանակ գործող իշխանությունները գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի փորձեցին կոծկել, փորձեցին լռեցնել այդ շարժումը եւ հասցնել այս վիճակի, որը բերում է շատ ավելի վատ հետևանքների այսօրվա դրությամբ։ Կարծում եմ այն ժամանակ մեծ հնարավորություն կար առանց մեծ աղմուկ բարձրացնելու ձերբազատվել, ազատվել Գարեգին կաթողիկոսի ներկայությունից էջմիածնից, սակայն նրա հետ այդ ճանապարհն անցել են նաև բարձրաստիճան մի շարք կղերականներ, որոնք այսօր անցնում են քրեական մի շարք գործերով, տեղին, անտեղին, իսկապես տրամաբանված եւ արդարացված կամ չարդարացված։ Հետևաբար այս խնդիրները չտեսնելու համար կարծում եմ կարելի է լուր, հանգիստ ձերբազատվել կաթողիկոսից եւ մաքրել եկեղեցին նման կղերականներից, բարձրաստիճան կղերականներից եւ եկեղեցին հետ վերադարձնել հայ ժողովրդին, ինչպես եղել է տարիներ շարունակ Պարոն Գալստյան, քաղաքական բանտարկյալներ կան Հայաստանում։ Ցանկացած պետությունում, ցանկացած հասարակարգում ոչ մի իշխանություն չի ընդունում, որ իր երկրում գոյություն ունեն քաղբանտարկյալներ։ Բոլորի համար կամ կարված են լինում քրեական գործեր կամ իսկապես դրանք քրեական գործեր են։ Ես նախորդ հարցի ժամանակ ասացի, որ այս քաղաքական ենթատեքստ գրող գործընթացները կարելի է ժամանակին իրականացնել որպես իրավական գործընթացներ, որը այսօր հանդես չեր գա որպես քաղաքական process-ներ, որպես քաղաքական բանտարկյալներ չէին ներկայանա, չէր բարձրաձայնվի դրա մասին։ Այսօր իմ կարծիքով քաղբանտարկյալներ որպես այդպեսին չկան, բայց այո շահարկվում են, որովհետև ժողովրդի մի զգալի մասն էլ հասկանում է, որ այս վերջի փուլում, այս վերջի շրջանում այսքան ձերբակալությունները ուղղակի իրավական լինել չեն կարող։ Հետևաբար դա ունի նաև ենթատեքստ, որը վերաբերում է 26 թվականի ընտրություններին։ Եվրոպացի խորհրդարանականները փաստորեն ազգային ժողովում էին եւ ներսում նրանք էին, դրսում ազգային ժողովի դիմաց փորձեցին որոշակի ձևով ակցիայով ներկայացնել, որ Բաքվում պատանդավորված հայրենակիցներ ունենք, Երևանում ունենք քաղաքական բանտարկյալներ։ Ինչու են եվրոպացիները այս ամենին դիտում, նայում ըստ իրենց եւ լռում են, ինչպես Գառնիկ Դանելյանը երեկ ասեց, դուք տեսնում եք ամեն ինչ, սակայն
նույնիսկ մարդիկ ինքնասպանության փորձեր են անում, Բաքվի բանտերի մասին է խոսքում, սակայն այս ամենին ընդհանրապես հետևողի դերում է։ Այսինքն Բաքվի բանտերում հայտնվածների համարում են մեղադրում։ Նախկին իշխանությունները մեղադրում է գործող իշխանություններին, որ ինչ անի։ Այսինքն այսօրվա իշխանությունները կամ հնարավորություն չունի, կամ խիստ նպատակներ եւ խիստ ջանք չի թափում նրանց հետ բերելու համար, բայց ամենակարևորը ինչու են նրանք հայտնվել այդ բանտերում, որովհետեւ այստեղի իշխանությունները օգտագործելով Արցախում բոլոր ժամանակներում, բոլոր շրջաններում իշխանավարած իշխանավորներին օգտագործել են ի նպաստ իրենց, օգտագործել են ռուսական շահերի համար եւ ռուսների ձեռամբ հանձնվել են Ադրբեջան։ Այսինքն ումից են բողոքում, ումից են պահանջում։ Թող առաջինը իրենք պատասխան տան, ինչու են այդ մարդիկ հայտնվել Բաքվի բանտերում։ Ով է մեղավոր նրանց Բաքվի բանտերում հայտնվելու համար։ Այսինքն բողոքել մի բանից, որի մեղավորությունը շատ քիչ է տվյալ անձին, չեմ կարծում, որ լուրջ է։ Եթե բողոքի խիստ ակցիաներ են տենց իրականացնում, թող եվրոպական Եվրոմիության խորհրդարանականների այստեղ լինելու ժամանակ ակցիաներ չիրականացնեն։ Ռուսական դեսպանատան տեղը բավականին լավ գիտեն, ռուսական ղեկավարության այցելությունների ժամանակն ու գրաֆիկը շատ լավ գիտեն, թող այդ բողոքներն ու միտինգներն իրականացնեն այնտեղ եւ պահանջեն այն մարդկանցից, որոնք հանձնել են Բաքվի բանտերին Արցախի նախկին իշխանություններին, ռազմական եւ ռազմաքաղաքական։ Հանրականները փաստորեն անտարբեր եղան, ազգային ժողովում հնչեցվեց այդ մասին, չէ, որ դուք 40 հոգով մարդկանց եք ձերբակալում, մարդկանց ինչ որ ստատուսներ գրելու համար եք, մի խոսքով այնպես չի, որ այդ արձագանքը չեղավ։ Դե իհարկե լինելու էր, որովհետև նրանք էլ բնականաբար կույր չեն եւ նրանց համար էլ ակնառու է, որ այս շրջանում այսքան իրար հետևից շարունակվող ձերբակալությունները չեն կարող ուղղակի բոլորը լինեին իրավական։ Այսինքն եթե իսկապես հիմքերը իրավական են, ինչու բոլորը այսօր, ինչու բոլորը իրար հետևից։ Այլ նորից եմ կրկնում, որը կարելի էր անել ժամանակին, որպեսզի այսօր ոչ եվրոպական խորհրդարանականները, ոչ նախկին իշխանությունները, ոչ ժողովրդի լայն զանգվածները այսօր խոսելու տեղ չունենային։ Եվ անդրադառնանք եւս մեկ թեմայի, քանի որ ընտրությունների հետ ենք ամեն ինչը փորձում այսպես կապել եւ Տաշիր կապիտալ ընկերությունը պնդեց, որ Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին այս պահին կատարվել է էլեկտրոէներգիայի սակագնի իջեցում, որ իրենք առաջարկել են, փաստորեն մերժում են ստացել։ Սա ինչի մասին է խոսում։ Ընդ որում ընդդիմությունը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կօգտագործի այս սակագնա իջեցումը որպես նախընտրական նորից նվեր եւ ընտրություններից հետո նորից այդ թանկացումները կլինեն, բայց այս ամենը կարվի Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին։ Ինչ շահույթի մասին է խոսքը, այն շահույթի, որ ժողովրդի հաշվին հսկայական միլիարդավոր դրամներ էին որպես աշխատավարձ ձևակերպվում նրանց ծանոթ բարեկամական շրջապատներին, իբր Հայ էլեկտրոցանց ընկերության ղեկավար կազմ, այդ շահույթի հաշվին է խոսքը։ Բնականաբար պետական թալան է տեղի ունեցել տարիներ շարունակ, իդեմս էլեկտրական ցանցերի այդ արհեստական գնաճը եւ գնագոյացումը ձևավորվել է նրանց չափից ավել ուռճեցման եւ հարստացման ֆոնին, հետեւաբար թող այս վերջի շրջանում քաղաքական այս process-ների ընթացքում թող որևէ մեկը չփորձի էլեկտրոցանցերի հաշվին դիվիդենդներ շահել, առավել եւս Տաշիր գրուպը, որովհետեւ այսքան տարի այս գործընթացների պատճառն ու հիմնական պրոյեկտողը եղել է Տաշիր գրուպը իր քաղաքականությամբ։ Հետևաբար գնիչեցումը իշխանությունները առաջարկել են ժամանակին, իշխանությունը մերժել է, իշխանությունը կողմ չի եղել գնիչեցման, հանրային ծառայությունն ասել է, չէ, մեր ժողովրդին պարտադիր պետք է թանկ վաճառենք էլեկտրոէներգիան, հա, նրանք շատ սրտացավ վերաբերմունք են ցուցաբերել հայ ժողովրդի նկատմամբ, գրեթե վճար աշխատել են, հա, Տաշիր գրուպի ղեկավարությունն անվճար աշխատել է Հայ էլեկտրոցանցեր ընկերությունում որպես տնօրեն, փոխտնօրեններ եւ բաժնի ղեկավարներ, հա, ինչ են արել։ Մարդիկ են աշխատավարձ ստացել, որոնց աշխատավարձը մի քանի տասնյակ միլիոն դրամների ասում, եթե ոչ ավելին։ Ինչի մասին է խոսքը։ Ու այդ բոլորը մեր ժողովրդի գրպանի հաշվին։ Այսօր փորձում են լավամարդ դառնալ, փորձում են ընտրությունների շեմին յուրաքանչյուրը իր ձևով մեկնաբանել էլեկտրոէներգիայի գնիչեցումը։ Ես կարծում եմ մեր ժողովուրդը բավականին ստապ գիտակցող եւ ստապ մտածող եւ նման էժան քաղաքական դիվիդենդերով չի առաջնորդվելու։ Եվ կառավարությունը 55 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի տեղահանվածների։ Սա 2026 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչ է լինելու այդ 55 միլիարդ դրամը։ Դա կտրվի տնտեսական խնդիրների, բնակապահովման,
Բնականաբար այդ այն ծրագրերն են, որոնք նախատեսվել են բնակապահովման հետ կապված ծրագրերի իրականացմանը, որը այնքան էլ մի մեծ թիվ չի եւ այնքան էլ հուսադրող չի, սակայն հուսադրում են, որ շարունակական կլինի այս ծրագիրը։ Շատ ավելի լավ կլինի, որովհետեւ Արցախից տեղահանված հայության բնակարանային խնդիրներն համար առաջի խնդիրն են նրանց համար եւ Հայաստանը չլքելու ամենահիմնական պատճառը։ Ես կարծում եմ այդ գործընթացները պետք է ավելի հասանելի դառնան յուրաքանչյուր Արցախից տեղահանվածի համար, այն խոչընդոտներն ու խնդիրներն ու մանր թերությունները պետք է հնարավորինս հարթեցված լինեն, որպեսզի հնարավորին շուտ Արցախայությունը այստեղ ունենա իր բնակարանը, իր ծածկը, իր տանիքը եւ փորձի արագ ինտեգրվել, այլապես հայաթափման եւս մի ալիք է սպասվելու, որից հաստատ չի դժելու մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր պետությունը։ Եվ ամեն դեպքում կհետևենք, որտեվ ես արդեն արցախցիներ գիտեմ, որոնք գումարները վերցրել են եւ բնակարաններ, սեփական բնակարաններ ունենալու համար գյուղական համայնքներում համաձայնվել են, գնացել են, տեղավորվել են, փորձում են արդեն իրենց տնտեսությունը կազմակերպել, այնպես որ երբ իրենք էլ հասկացան, որ ամեն ինչ Երևանի կենտրոնում կամ Երևանից շատ մոտիկ հնարավոր չէ։ Եվ շատ լավ է, ես իմ շրջապատում էլ բավականին այս 2 տարիներին շփումներ ունենալով արցախայության լայն զանգվածների տարբեր շերտերի հետ, ես միշտ հորդորել եմ եւ փորձել եմ համոզել, ինչքան հնարավոր է արագ ընդունել քաղաքացիության այս գործընթացին մասնակից դառնալ եւ դառնալ Հայաստանի քաղաքացի, փորձել արագ օգտվել այս ծրագրերից, որովհետեւ այս պահի դրությամբ որևէ այլ ավելի նպատակային եւ ավելի նպատակահարմար գործընթաց չկա, հետեւաբար Հայաստանում մնալու երաշխիքը այսօր Հայաստանում բնակարան ունենալն է, այդ ծրագրերից օգտվելն է, թեկուզ նորից կրկնեմ ոչ այնքան լիարժեք եւ ոչ այնքան ճիշտ ծրագրերից, սակայն այդ ծրագրերը մեր պետության հնարավորությունների գոնե այս պահի շրջանակում իրականացվող ծրագրեր են, հետեւաբար ամեն ինչ պետք է արվի, որպեսզի որևէ մի արցախցի չմտածի մեր երկիրը լքելու, մեր երկրից գնալու մասին, առավել եւս Ռուսաստանի Դաշնություն, այն Ռուսաստանի Դաշնություն, որի իշխանությունները 23 թվականին սկուտերի վրա հանձնեցին մեր պատմական հայրենիք Արցախը, մեր ճակերտավոր, այսպես ասած, դաշնակից Ռուսաստանի վերջին կատարած հայրենանվեր գործը մեր ազգին, մեր արցախցիներին։ Եվ վերջին հարցը, Փաշինյանը Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակներում մասնակցել է առաջնորդության խաչմերուկում խորագրով քննարկմանը։ Ընդհանրապես ժողովուրդը հարցնում է. ինչ մեզ այդ այցերից եւ ընդհանրապես այդ քննարկման ժամանակ տեսանք անդրադարձ եղավ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձևավորված այս խաղաղությանը, որը շատ կարեւոր է երկու երկրների Թրամփի ուղու մասին խոսեցին, ընտրությունները, որոնք ընդ որում ընտրությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք քաղաքական մեծ գործընթացներ են լինելու, հեռանկարի Եվրոպական միության հետ փոխգործակցության, մի խոսքով այն ինչ մեզ մոտ կատարվում է, մեզ համար կարևոր է, այնտեղ ներկայացվեց։ Ինչ է տալիս այդ այցերը եւ այդ քննարկումները Հայաստանի Հանրապետությանը։ Ես կարծում եմ արևմտյան հարթակներում եւ արևմտյան երկրների կազմակերպած եւ նրանց միջնորդությամբ կազմակերպած ցանկացած հանդիպում եւ ֆորում ունենում է շատ թե քիչ իր դրական ազդեցությունը մեր պետության, մեր ժողովրդի եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացին, որը կարծես թե այլ ընտրանք չունի։ Ես կարծում եմ այդ գործընթացների շարունակականությամբ մենք պետք է կարողանանք աստիճանաբար թոթափել ռուսական չափից ավել ծանր լուծը, տարիներ շարունակ մեր վրա ազդող այն լուծը եւ այն վերահսկման մեխանիզմները, որը դեռ ակնհայտ են Ռուսաստանի կողմից մեզ վրա։ Եվ Ղազախստանից հացահատիկ ենք ստանալու Ադրբեջանով եւ ապաշրջափակման այդ ճանապարհների մասին խոսել են եւ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը, քանի որ խոսեցինք այս ժողովրդավար իրավիճակները, որ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը Փարիզում եւ շատ մեծ նշանակություն է տալիս նաեւ նոր ձևավորվող այդ խաղաղության գործընթացին, ժամանակը մեր չի ներում, որ անդրադառնանք, որ նույնիսկ պետբյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, առաջին անգամ է, որ խաղաղության պայմաններում մենք քննարկում ենք պետբյուջեն։ Սա ինչ է տալու, սա ինչի համար է այս ժեստը, ով ում է այստեղ փրկում, այսպես ասենք։ Բնական է, հայկական կողմը լինելով պարտված եւ այլընտրանք փնտրելով խաղաղության պատերազմին այլընտրանք փնտրելով փորձելու է հնարավորինս ավելի հարաբերություններ ձևավորել Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ, ունենալու նոր ճանապարհներ, բեռնափոխադրումների նոր ուղիներ, որը կթույլատնի կախվածությունը Ռուսաստանից։
դա տրամաբանական է, սակայն այդքան լիահույս լինել, որ ադրբեջանական ճանապարհներն ու երկարատուղին, երկարաժամկետ եւ վստահելի եւ անխոչնդոտ ապահովելու է մեր բեռնափոխադրումները։ Բարենային անվտանգության խնդիրներ կարող են միանշանակ հնարավոր է, քանի դեռ հանգիստ է, քանի դեռ նոր է պայմանագիրը, կարծում եմ ոչ, հետագայում ինչ որ խնդիրներ առաջանալու դեպքում կառաջանան նաև խնդիրներ տվյալ ուղղությամբ, սակայն այդ գործընթացները պետք է իրականացվի եւ մեր հիմնական դժբախտությունն այն է, որ այսքան տարիներին 94 թվականի մեր Արցախյան առաջի փառահեղ հաղթանակից հետո մենք չենք գնացել տետատետ բանակցային գործընթացի, չենք ձևավորել հարաբերություն թե Ադրբեջանի հետ, թե Թուրքիայի հետ փոխզիջումային քաղաքականության շրջանակում, որը սրել է հարաբերությունները եւ բերել է 20 թվականի աղետալի պատերազմի արդյունքին եւ 23 թվականի վերջնական հայաթափման Արցախի։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Գալստյան, այսօրվա մեր հանդիպման համար իրադարձությունները շատ արագ են տեղ ունենում, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում նորից կհանդիպենք այս տաղավարում։ Շնորհակալ եմ, ես եւս շնորհակալ եմ հրավերի համար։ Հետևենք, տեսնենք ինչ է լինելու։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։